Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ին ողջունում է իր բոլոր ունկնդիրներին եւ շատ բարձր տրամադրությամբ դիմավորում նոր աշխատանքային շաբաթը։ Ինչու եմ ասում բարձր, որտեվ այսօրվա հյուրերն այնպիսի անձինք են, որ մեր տրամադրությունը ակամայից բարձրանում է այն առումով, որ մենք հերթական անգամ հյուրընկալել ենք մարդկանց, ովքեր ասում են միայն ու միայն ճշմարտությունը։ Իսկ դա մեզ համար շատ կարևոր է, հավատացեք, առանց ճշմարտության չի կարող գոյատևել որևիցե հեռուստաալիք, իսկ փաստերի, անակնկալների եւ իհարկե ինքնատիպ կարծիքների հեռուստաալիքը Փակ TV-ին միշտ այդ ուղղությամբ է շարժվում առաջ։ Այսօր բացառիկ հյուրեր ունենք, մարդիկ, որոնց այդ ցանկացած հանդիպում միշտ էլ կարող է լինել հաճելի անակնկալ եւ իհարկե նոր բացահայտումների տեղիք տալ։ Ովքեր են մեր այսօրվա հյուրերը։ Դե ասեմ ձեզ շատ հրաշալի անձնավորություն։ Արտակ Սարգսյան, Քենիայի փոխվարչապետ, գեներալ լեյտենանտ, Քոչարի կուսակցության հիմնադիր նախագահ եւ իհարկե ձեզ բոլորիդ քաջածանոթ մեր շատ սիրելի Արիանա Հովսեփյանը, ով միշտ, ինչպես միշտ կարողանում է մեզ ներկանալ ամեն անգամ գյուրովի, ինչ ասեմ, Մարիանա Նյուս լրատվական ալիքի հիմնադիր տնօրեն։ Մարիանա Արիանա, այնքան ուրախ եմ քեզ տեսնելուց, որ անուն Արիանա այսօր մի տեսակ քեզ այդպես ավելի համեստ ես պահում, չգիտեմ, թե գեներալ լեյտենանտի ներկայությունն է քեզ մի քիչ այդպես ստիպում լինել ավելի այսպես զսպված, թե Ճիշտ այդպես, ճիշտ եք նկատել, այսօր կլինեմ մի քիչ խելոք։ Լավ, քանի որ դու այն անձնավորությունն ես, ով լավ ճանաչում է մեր այսօրվա հյուրին, միգուցե դու ներկայացնես։ Շատ լավ, ձեզ ասեմ մեկ ուղում տամ, որ պարոն Սարգսյանը Կենիայի վարչապետը չէ, այլ փոխոստիկանապետն է։ Ես վարչապետ եմ ասել, ուրեմն դառնալու է վարչապետ, այո, դա լավ նշան է։ Ես կլինեմ անկեղծ, ես դա բարձրաձայնել եմ, որ պարոն Սարգսյանին ես կարճ ժամանակ է, որ ճանաչում եմ, որի համար շատ հպարտ եմ, որ ձեռք են գբերել այս տեսակ հայ մարդու, ով երբևիցե ում մասին մենք չենք լսել։ Պարոն Սարգսյանը Քոչարի կուսակցության հիմնադիրն է, պարոն Սարգսյանը հիանալի անձնավորություն է եւ կարծում եմ պարոն Սարգսյանը արդեն ինքը շատ հարցերի պատասխաններ ձեզ կտա։ Եղավ, պարոն Սարգսյան, դուք առաջին անգամն եք Փակ TV-ում։ Ես չէի ուզենա, որ ինչ-որ լարվածություն ուներ եթերի հետ կապված, բայց քանի որ դուք զինվորական մարդ եք, բնական է, որ դա ձեզ չի, այսպես սպառնում, դուք ինչպես միշտ ազատ եք ձեր մտքերով եւ ձեր կարծիքներով։ Նախ ինչպես եք ձեզ զգում Հայաստանում եւ որքան ժամանակ է այստեղ եք։ Նախ շնորհակալություն հրավերքի համար, պարոն Ղուշյան, ոնց ենք ասում, մեր ոտը խերով լինի ձեր տաղավարում։ Եկել եմ պատերազմից 2 օր առաջ, 44 օրյա պատերազմից 2 օր առաջ եւ զգուշացնում եմ, որ պատերազմը լինելու, իհարկե ոչ ոք չէր լսում, նույնիսկ ընկերները չէին հավատում եւ եղավ այն ինչ որ եղավ։ 44 օրյա պատերազմից 2 օր առաջ եմ եկել։ Փաստորեն գալով 2 օր առաջ այդ 44 օրյա պատերազմից դուք մինչ օրս Հայաստանում եք եւ ինչն է հետաքրքիր, դուք նախ գտնվում եք վարչական կալանքում, հետո տնային կալանքում, հիմա նորից տնային վարչական կալանք, ինչ է սա նշանակում, ես չեմ հասկանում։ Մի քիչ հակառակը, սկզբից տնային, հետո վարչական, էլի տնային, էլի վարչական։ Անսում եք փուլ արդյոք, ինչով եք դա բացատրում։ Ես կասեմ վախ, երևի չէ վախ ու լրացնելու փորձ։ Հա, բայց դուք հիմա ազատ տեղաշարժի իրավունք ունեք, թե ոչ։ Ոչ, ազատ տեղաշարժի իրավունք չկա, կա ժամային սահմանափակում, չկա
ազատ բնակության վայր փոխելու իրավունք, այսինքն կալանք է, միևնույնն է, դա կալանք է հանդիսանում։ Եվ մենք ողոքարկելու ենք այդ որոշումը։ Պարզ է։ Փաստորեն դուք ապրում եք մի երկրում, որը ոչ այնքան ժողովրդավարական է, որքան ասում են։ Իսկ ասա ընդհանրապես ժողովրդավարությունից շատ հեռու պետություն է այս երկիրը, ճիշտ հիբրիդային բռնապետություն է կիրառվում այս երկրում, չի կիրառվում ասենք Բանգլադեշի կամ Իրաքի պես բռնապետություն, երբ որ քաղաքը կամ երկիրը փակում են, լրագրողներին վերացնում են, բայց հիբրիդային բռնապետություն է, որը որ ավելի վտանգավոր է, քան թե ասենք Ալիևի ռեժիմը, եթե վերցնեք, ամբողջ աշխարհը գիտի, որ այնտեղ ռեժիմ է, բռնապետություն է, իսկ մեր երկրում իբր ժողովրդավարություն է եւ նույնիսկ փաստաբանները շատ են տարապում այդ հարցով, երբ որ միջազգային լսումներ է կատարվում եւ նրանց ասում են ձեր երկիրը բռնապետություն չի, ժողովրդավարություն է, իսկ այդ նույն Եվրոպային էլ ասենք ինչ է, եթե իրանց կամակատարը անում է այն ինչ որ իրանք են թելադրում եւ ինքն էլ իրան ժողովրդավար հայտարարում, ասում են թող անի էլի, մեզ ինչ է խանգարում։ Ժողովուրդն էլ եթե ընտրել է արժանի, ասում է թող։ Իհարկե, ամեն ժողովուրդ արժանի է իր ղեկավարին։ Արյանան, ես ասեմ, չնայած այդ բռնապետության, ինչպես դուք եք ասում, հիբրիդային, միշտ ազատ մարդ է եւ ամեն ինչի մասին կարող է խոսել։ Ես մի քանի անգամ զգուշացրել եմ, թե եթերում, թե եթերից դուրս Արյանա, զգուշ եղիր, հանկարծ քեզ հետ մի բան չպատահի, որտեղ ազատ խոսքի, այսպես մենք կարոտ ենք, իսկ նա այն անձնավորությունն է, որ միշտ տարբերվում է մյուսներից, ասելով ճշմարտությունը եւ ազատ խոսքի կողմնակիցն է։ Այսօր էլ չես վախենում, Մարիաննա։ Ես վախենում եմ մենակ իմաստուց, գիտեք ոնց, այս 7 տարիների ընթացքում ես արդեն անցած անգամ էլ ձեր հետ մենք այդ թեմայով խոսել ենք, պարոն Ղուշյան, 7 տարիների ընթացքում արդեն այնքան փորձության միջով եմ անցել, մահափորձեր, տունը մտնել, միշտ վնասներ, պարզապես ես կա պրինցիպը ինձանից ավելի առաջ հանգնում, եթե ուզում են սա վնասեն, մարդիկ մտածելով, որ ես կին եմ կարող եմ վախենալ, ես էլ ավելի, ես կարող եմ ասել, ոնց որ պարոն Սարգսյանն է ասում, հա, ես դա շատ վաղուց եմ ասել եւ բարձրաձայնել եմ, թող ինձանից վախենան, ես վախենում եմ մենակ իմաստուց, ուրիշ ոչ մեկից։ Արյանա, դու պարզապես անուղելի մարդ ես։ Ճիշտ այդպես։ Պարոն Սարգսյան, ես վաղուց եմ ճանաչում այս հրաշքեակին եւ ամեն անգամ ապշում եմ նրա թե համարձակության, թե նրա ինքնատիպության վրա։ Այ դուք որքան ժամանակ է Արյանային ճանաչում եք։ Ես որպես ճանաչել երևի 3 օր առաջ եմ ճանաչել Արյանային, բայց լսել եք։ Չէ, լսել եմ, միշտ լսել եմ Արյանային, իսկ որպես ֆիզիկապես ճանաչել տնային կալանքից հետո իհարկե դատարանում տեսա ու շատ զգացված եմ, որ եկել էին, լուսաբանում էին այդ նիստը եւ միգուցե ոչ թե միգուցե դա էլ հանդիսացավ այն հանգամանքներից մեկը, որ դատավորը փորձեց ինչ որ անաչառ լինել այս գործով եւ 3 օր առաջ, երբ որ արդեն փոխվել էր վարչական հսկողություն, գիտեի, որ նույնիսկ վտանգի մեջ եմ դնում Արյանային, ասացի, ուզում եմ տեսնել, ուղղակի ծանոթանալ, շնորհակալություն հայտնել ձեր այս բարձրաձայնած աղմուկի համար եւ ես սխալ չէ, երբ որ հանդիպեցինք կենտրոնում մի դատարկ սրճարանում եւ մի քանի րոպե հետո ես զգուշացրել եմ, որ հեսա կլցվեն ամեն անկյուններից տարբեր ձևերով սկսում էին նկարել այդ իրենց գաղտնի ծառայությունները մի խոսքով ասեմ ձեզ, դա Արյանային ամենևին էլ չի սարսափեցնում, ընդհակառակը նա իրեն լավ է զգում, երբ զգում է, որ հատուկ ծառայությունները իրանով որտեղ որ մարդիկ վախենում են վտանգից եւ այդպես վախենում են եւ թե ներկա եւ թե նախկին իշխանությունները պարոն Սարգսյանից
ես հպարտորեն եմ մտել այդ վտանգավոր խաղի մեջ։ Արիանա, դու նորից եմ կրկնում, անուղելի լավատես ես։ Ճիշտ այդպես, այո։ Եվ անվախ մարդ։ Պարոն Սարգսյան, ասեմ, որ ի տարբերություն ձեզ, իհարկե ես Արիանային ճանաչում եմ դեռ ժողովրդական լեզվով ասած աղջիկ Վախտվանից ու Մոսկվայից։ Մոսկվայից մենք մի անգամ մի քանի անգամ հանդիպելու, ինչպես միշտ մեր շրջապատի բոլոր տղաները, տղամարդիկ հարված էին Արիանային, նա բոլորի հետ ժպտում էր, բոլորի հետ խախախա, խիխիխի եւ իհարկե ամեն ինչ վերջանում էր լավ բարեկամներ մնալով։ Այսպեսին է Արիանան, նրանից կարող միայն լավ դրական այսպես լիցքեր ստանալ։ Դուք մտադրություն չունեք վերադառնալու, թե ձեզ արգելում են վերադառնալ։ Տեսեք, արգելում են որպես այդպես տեղաշարժը, բայց տեսնում եմ ձեր ձերքի այդ հատուկ դա, այդ որ ամրացած է, հատուկ սարք է, որը ասում է ձեր տեղաշարժը, Սա մեկ էլ գրպանումս էլ սարք կա, որ իրարից 8 մետր պետք է, թե տեղաշարժն է, թե գաղտնալսումն է, ամեն ինչ է սարքը։ Հիմա մեզ մայորը, պարոն մայորը լսում է ինչ որ ունենք խոսում ենք։ Այսինքն կարող է նայել հաղորդումը, լավ, հայտով։ Այսինքն նրանք հաղորդումը նախորոք են տեսնելու, քանց թե Չէ, հաղորդումը հիմա նրանք այս պահին են տեսնում, թե չէ միշև չեն տեսել, այո, խոսեք։ Նրանք ուրախ կլինեն, եթե ես հայտարարեմ, որ երկրից դուրս եմ գալիս, քանի որ մի քանի անգամ կանչել են, համոզել են, սպառնացել են, որ հրաժարվի քաղաքական հայացքների, ցույց տուր չեզոքություն, գնա այս երկրից Կյանքդ վայելի։ Կյանքդ վայելի ու թող մենք մեր ձևով։ Հենց այդ մեր ձևով է։ Հենց տրիգեր բառն է անգլերեն տրիգեր, մեր ձևով ու դա 24 թվականից էին նրանք այդ թեզերը ինձ ասում, քննիչները, ու ես որ հարցնում եմ, այդ ձեր ձևը ո՞րն է։ Հայրենիք չի մնալու։ Այդ մեր ձևով շարժումը այդ անունը նրանցից է վերցել։ Երբ որ ես լսեցի շարժման անունը, իրոք իմ ներսում թե ատելություն չասեմ, թե զայրույթ, թե քմծիծաղ առաջացավ, որ թե քննիչներն էին այդ նույն բանը։ Քննիչների կարգախոսը հիմա դարձել է մեր ձևով շարժման կարգախոս։ Այո, շատ զարմանալի էր ինձ համար, ասենք ու չգիտեմ, էլի ցավալի, որ էլի տարին մի անգամ կամ 6 ամիսը մի անգամ միացեն ցանց են գցում, որ տեսնեն էլ ինչ ազգասեր է մնացել, տանեն, նկարեն, բռնել տան, կալանքի ենթարկեն, ստիպեն, որ փախնեն այդ մարդիկ, կան մարդիկ, որ կհամաձայնվեն, որ կկանչեն, կասեն փագելու ենք, ինքը հայրենասեր է, բայց ամեն մարդ չի համաձայնվի, կալանքի տակ մնա կամ մի խոսքով սահմանափակում են, բայց եթե ես ասեմ, որ երկրից դուրս եմ գալու, մեծ հաճույքով ձեզ կճանապարհեմ։ Չնայած ես իրանց տարբերակ էի առաջարկել քաղաքականությունից հրաժարվելուն, երբ որ առաջարկել էի եկեք անվճար քաղաքային տրանսպորտ դնենք 6 ամիս, եթե քաղաքը չլիցքաթափվի, ես պատրաստ եմ քաղաքական ձախողում հայտարարեմ եւ ընդհանրապես հրաժարվեմ քաղաքական պայքարից, բայց քանի որ նրանք գիտեն, որ դա ստացվելու է 6 ամիս անվճար տրանսպորտ, վայ, դուք հասկանում եք որքան մարդ է զրկվելու այդ դեպքում թալանից, այդ անկուշները, ինչ եք ասում, նրանք ավելի շուտ կհանձնեն։ Մի կողմից թվում էր ինչ լավ առաջարկ է, չէ՞, ուզում են քաղաքական հայացքներից հրաժարվեմ, կձախ, բայց գիտեն, որ չենք ձախողվելու։ Դրա համար նրանք այդ ծրագիրը իհարկե չընդունեցին, գնացին ավելի իրանց ձևով սպառնալիքների, երբ ուզենան գզենք, գցենք մոտդ։ Այո, նարկոտիկ եւ ինչ ուզես։ Չէ, նարկոտիկից չեն ասում, ասում են գիտենք, որ չես օգտագործում դրա։ Մի բան, ես որ հարցրեցի, դա քննիչների աշխատավոճը եղել է դեռ խորհրդային տարիներին, երբ մի առիթով ինձ մի բարձրաստիճան ոստիկանապետ, այսպես շրջանի մակարդակով, ասեց լսի, վաղը գաս մեր շրջան գրպանդ մի քիչ նարկոտիկ գցեմ ու կբռնեմ ու գնաս մի 10 տարի կկորես։ Ապուշ ասեցի, խելագարս ինչ է։
ասեցի ես դա նարկոտիկ չեմ էլ տեսել այսպես աչքով, դու այդ ոնց ես գցում մի գրպանը եւ ինձ նստացում, դե դա այս ժամանակ էին օգտագործում, Արիաննա, դες պարոն Սարգսյանը ինչ մտքեր արտահայտեց, չեն փորձել կոմոտել այդպիսի հաճույքներ առաջացնել նարկոտիկով, զենքով եւ դու էլ բավականին շատ տեսեք մինչ այդ ստոր քայլերի դիմելը պարոն Ղուշյան իրեն կտրել են իմ մեքենայի տորմուզները, որոշ ուռ են մեկել, մտել են իմ տուն, ավերակ են արել, բայց ոչ մի բան չեն տարել, պարզապես հասկացել բան են արել, տիպը որ ես վախենամ։ Վախեցրել են։ Հիմա ինձ նայեք։ Չէ, դե իրանք փորձել են, չեն իրանք դե հիմար փորձել եմ, որ ես կին եմ, ես կարող եմ վախենամ, ինչ մտնում եմ, եթե ձեռ է առնում։ Ասում եմ, եկել եք գոնե կոֆե մա դնեիք, նոր գնայիք այդ իդիոտներ։ Ասենք, այնքան վատ բաներ են արել, որ ասենք, նա каждому шагу, էլի, ամեն քայլին որևիցե լավ բան չես սպասում, բայց այնպես չի, որ օդից ընկած պադառակեմ, չեմ հաշվարկում իմ յուրաքանչյուր քայլերը, այո։ Ճիշտ է, պարոն Սարգսյան, ես ասում եմ, երբ ամեն անգամ ավելի մոտիկից ես ճանաչում Մարիաննային, Արիաննային, ես ինչ է Մարիաննա, ատատիվ գլխավոր բժշկյան ունեմ շում, Մարիաննային, Արիաննային, հաշվի, որ Մարիաննա, Արիաննան դու ես դա, ամեն անգամ, երբ ավելի մոտիկից եմ նրան ճանաչում, միշտ ապշում եմ նրա համարձակությանը, նրա անվախության, նրա այսպես քաջության, նրա այսպես ամեն ինչին շատ հանգիստ նայելուն, այ դուք որպես զինվորական նման կանանց հանդիպել եք, թե չեն եղել այսպիսի համարձակ կանանց ձեր կյանքում ծանոթ։ Կասեմ, որ ամբողջ աշխարհում կանայք շարժող ուժն են, նույնիսկ Աստվածաշունչի մեջ, երբ որ Աստված ստեղծում էր աշխարհը, ամենակարևորը թողեց վերջում։ Նա ստեղծեց ամեն ինչ վերջում եւ չասեց իմ գործը վերջացած է, երբ որ ստեղծեց կնոջը, նա ասեց իմ գործը վերջացած է եւ մի օր հանգստացավ, այսինքն կնոջ կարևորությունը նույնիսկ մեր արարիչը նշել է հենց Աստվածաշնչի առաջի գլխում։ Իհարկե ամբողջ աշխարհում տեսել եմ եւ նրանք միշտ շարժող ուժն են եղել Հայաստանում Արիանայի պես խիզախ թե լրատվամիջոցի, թե որպես ընդդիմադիր միգուցե կան չեն արտահայտվում, ունենք լավ լրագրողներ, բայց որպես ընդդիմադիր խոսացող Արիանայի պես դեռ չեմ հանդիպել կին։ Իսկ տղամարդկանց մեջ երևի թե ընդդիմադիր չտեսնենք կա մի քանի հոգի եւ ձեր հյուրն էլ եղել է մի քանի անգամ, բայց Հայաստանում ապրող որպես այսպիսի ինչպիսին Արիանան է արտահայտվում իրոք ընդդիմադիր հայացքներով կամ անհամաձայնությամբ երևի չեմ հանդիպել։ Ճիշտ է, ամենայն ճիշտ է, կանանց մեջ կա մի հոգի, որին ես կուզենայի ծանոթանայիք, Մայր Հայաստան 21-րդ դար հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Գայանե Գասպարյան, որ նույնպես շատ ինքնատիպ անձնավորություն։ Չէ, Մայր Հայաստան 21-րդ դար հասարակական մի խառնեկեն Մայր Հայաստանի հետ, որը քոշարանական այդպես ուղղվածություն, ոչ, ծաղու դեռ Գայանե Գասպարյանը, որը շատ հետաքրքիր է, մի օր էլ ես որոշել եմ Գայանե Գասպարյանին եւ Արիանային միասին հրավիրել երկու թունդ ընդդիմադիրների, դրա արդյունքը չգիտեմ, գուցե պայթի ամբողջ եթերը պայթեցնեն, բայց ամեն անգամ ասեմ, որ երբ այս հրաշք տիկնոջը ես հրավիրում եմ տաղավար, միշտ ես նրա հետ քայլում եմ անդունդի եզրին, մի բառ չասի անկարծ, որ վաղը նորից գնանք դատարան, նորից մեր չհաշված ինչ ֆեյքերի հարձակում ա լինում։ Հա, եւ այն ժեխերն ու ֆեյքերը, որ հարձակվում են ու կոմենտներ են գրում, դա հաշտակի է։ Հիմա մեզ նայում են, ես ասում եմ, լսեք դուք ոչնչություններ, ոչիլներ, չփորձեք գրել որևիցե բան, որտեղ Աստծո պատիժը գալու է ձեր գլխին։ Չեք հասկանում, որ ձեր օրերը հաշված են։ Այսպես բան կլի։ Իսկ հիմա գիտեք ինչ թեզ է պատտվում պարոն Ղուշյան, շատ այդ թեզը, դա երևի թե միշտ խոսել են
հետո քնել է, նորից արթնացել է, հետո գրառումներ են արել, հիմա նորից, ասենք դուք ինձ գիտեք Մոսկվայից, դուք տեսել եք իմ շրջապատային ժամանակ, դե հիմա այլ ավելի հետաքրքիր մարդիկ են, հիմա ավելի այդ թեզն է պտտվում, որ ես ուղարկված եմ, որ ես շատ վտանգավոր եմ, ես շառ եմ, մարդկանց բռնել եմ տալիս, հիմա որ գրում էին, դուք ինքներդ շատ լավ գիտեք են, որ գրում են, աղցի անբարոյական, թող գնա քո մոսկվաները, այն անգլատար է, դա ոչ հայատարաճանանչ, հա, զոմբիները, հիմա այդ թեզն է պտտվում, որ ես ուղարկված եմ, Կրեմլի ագենտ եմ, FSB-ի աշխատող եմ, իհարկե ես շատ հպարտ եմ, որ իմ մեջ գտել են էլի նման բան, որ եկել եմ կարող եմ բոլորին հիմարացնել։ Դե դու կգրեն մի օր որ այլ մոլորակային ես եւ սարսափելի։ Մենակ այդ չի եղել։ Կգրեն, սպասի։ Պարոն Սարգսյան, դե ես պիտի ասեմ, որ իրավիճակը այսօր Հայաստանում մեղմ ասած, շատ մեղմ, տխուր է, անհասկանալի։ Ես չեմ կարող պատկերացնել, թե վաղ ինչ կարող է լինել, որտեղ այս իշխանությունները ամեն ինչին ընդունակ են։ Այ դուք ինչ ելքեր եք տեսնում այս ամենից, ինչպես կարելի է Հայաստանը դուրս բերել այս ճախճացած, այս տխուր, այս տգեղ, այս ինչ ասեմ, անբարոյական իրավիճակից։ Հիմա տեսեք, պարոն Ղուշյան, սկսեմ այդ ձեր ասած ֆեյքերի խմբից, երևի թե քիչ կգրեն, քանի որ գիտեն, որ բոլորի IP հասցեն եւ հասցեն ես հնարավորություն ունեմ տեսնելու եւ ես եմ այն մարդը, որ Կենիայում այդ սարքավորումները ներմուծել, տվել իրավապահ մարմիններին եւ ինձ համար մեկ զանգա, որպեսզի ասեմ մի հատ այս գրողի IP հասցեն, որտեղից է միացել, ինձ ուղարկեք եւ ուղարկում են ու ես միշտ ցավում եմ, որ հիմնական այդ գրողները դուրս է գալիս ինձ մտերիմ մարդիկ։ Այո, այդ ֆեյքերը արդեն ինձ չկա, քանի որ Սրբազան շարժման ժամանակ բացահայտել եմ այդ ֆեյքի մի օֆիս։ Հիմա ինձ ֆեյքերը չեն գրում, բայց ցավալին է, որ մոտիկները գրում են, չգիտենք ինչա, մի օր իրանց դուրը կթակենք, կհարցնենք եւ նրանք էլ ռուսական մի լավ ֆիլմ կար, բարև ձեզ, ես ձեր մորաքույրն եմ։ Այո, հիմա ինչ վերաբերում է ամեն ինչի ընդունակ են, չէ։ Ամեն ինչի ընդունակ չեն, իրանք էլ իրենց սահմանները ունեն։ Հասկանում եք, երբ որ մի հատ պարադոքս կա, որ բռնապետները չեն հասկանում, երբ որ բռնապետը սահմանափակում է խոսքի ազատությունը, նա առաջին հերթին իրեն է սահմանափակում։ Սա պարադոքս է թվում, բայց իրականում այդպես է, տեսնելով իրոք բռնապետներ Աֆրիկայում, նույնիսկ մտերիմ լինելով նրանց հետ, խորհուրդ տալով նրանց, որ մի արեք այտենց եւ մի քանի բռնապետի էլ գահից իրենց որ գահ էր իրենց համար մարդակետ բռնապետներ հեռացնելով ես մի մեծ աշխատություն եմ գրել բռնապետների վերաբերյալ նրանց հաշվարկել եմ ոնց են գործում ինչն է թույլ կողմերը որն է ուժեղ կողմերը եւ սա ընթանում է նույն ստանդարտ այդ բռնապետական սխեմայով ոչ մի տարբերություն չկա երբ որ ունենում է ամենակարճ ձևով կասենք ամեն բռնապետ ունի երկու երազանք երկու խնդրեմ մեկ երազանք այսինքն խնդրեմը համակիցներն են ու ժողովուրդն են երազանքն էլ խաղ հեռանալը ոչ բոլորի մոտ է դա ստացվում հիմա այս մարդու մոտ ստացվելու է խաղ հեռանալը ես կարծում եմ կստացվի, եթե սկսի համագործակցել իրական հանդիմադիր ուժի հետ, որը որ ես տեսնում եմ ինձնով, ժողովրդի հետ եւ առանց ցնցումների երկրից հեռանա։ Ինչ վերաբերում է ամեն ինչի ընդունակ են, ոչ, ելի եմ ասում, նրանք շատ սահմանափակված են, քանի որ բռնապետությունը հիմնականում մեկ անձնյա է այդ բուրգը տանում է մեկ կետի եւ ներքևի օղակը երբ որ զգում է որ աթոռը կարող է կորցնի սխալ զեկույցներ են տալիս վերև եւ սխալ որոշումներ է կայացվում դա էլ հենց բռնապետության փլուզման հիմնական ճյուղերից մեկն է որ
չեն կարողանում ճիշտ արձագանքել, իսկ այդ ներքևի օղակը, այդ որ WhatsApp-ներով աշխատանքից հեռացվում են, արդեն այդ process-ը գնացել է, այսինքն նրանք սխալ վախենալով, որ ճիշտ ասեն աթոռից կզրկվեն, թե ասեն, որ մենք 8%-ից էլ ներքև ենք, թե ասեն, որ այս ինչ բանը հանցագործությունները շատացել է, թե ամեն ինչը որ ասեն, այսինքն նրանք կարող է աթոռից զրկվեն, աթոռի վախով, նրանք սխալ զեկուցագիր են տալիս կամ զեկուցում են, իսկ այդ կենտրոնը միանձնյա կամ երկանձնյա, մեկանձնյա սխալ որոշումներ է կայացնում, որը որ տանում է փլուզման։ Դե Արյանան այսպես լուր ու մունջ լսում էր ձեզ, ես էլի դեպասեմ, շատ հետաքրքիր է, Արյանա, համագործակցությունը նման մարդկանց հետ, ինչպիսին պարոն Սարգսյանն է, պետք է լինի արդարացի, ճշմարտացի ընդդիմադիրների կողմից։ Ես այլ կերպ չեմ էլ տեսնում, եւ դուք էլ իհարկե համամիտեք, որ այսօր միայն իսկական ընդդիմադիրները կարող են պարոն Սարգսյանի հետ համագործակցել, քանի որ նա այն անձն է, որը ժամանակին չի թալանել, չի գողացել, չի կեղեկել, ընդհակառակը օգնել է իր երկրին։ Так, ուրեմն տեսեք, ինչ երբ որ ինձ ասացին պարոն Սարգսյանի համար, իդեպ իմ ընկերուհին ինձ զանգ տվեց, ասեց մի բան էլ ասես գոռացա ինձ վրա, դու քեզ համարում ես ընդդիմադիր, անաչառ լրատվամիջոց, ինչու այս մարդու մասին չեմ խոսում։ Մեղա, այս մարդը խիուր է, դե այն ժամանակ տարի 6 ամիս առաջ մենք այդ հրապարակումները տեսել էինք, որ պարոն Սարգսյանին եւ իր եղբորը ոնց են հա Նիկոլեն իր այդ ցինիկ տանկ պոլերին տանենք տակ ասֆալտին։ Այո, ասֆալտին, հա։ Ու դրանից հետո որ ընդհատակ էին անցել բացարձակապես ոչ մի արձագանք չկար, նու մենք մտածել ենք, որ իրենք մեկնել են երկրից։ Օպա, երբ որ ինձ ասում են պարոն Սարգսյանի մասին, ես սկսում եմ շատ արագ զննել իրենց կերպարը, շատ մարդկանց եմ զանգում զուտ ինֆորմացիայի համար, ես ինչի եմ ասում, ես հպարտ եմ, որ սկսել եմ ճանաչել պարոն Սարգսյանին, որովհետև տեսեք, աշխարհում են տեսակ հայեր ունենք, որոնց մասին մենք երբևիցե չենք իմացել։ Իսկ ինչ վերաբերվում է պարոն Սարգսյանի բավ, այ հիմա ես մի քիչ ես իմ ձևով կասեմ, ոչ թե այստեղ տաշիրենց ձևը չի, քաղմասի միլիցեքի ձևը չի, թող հիմա լսեն իմ ձևը, ես ոնց եմ ասում։ Գիտեք ոնց, ընդդիմություն ես չեմ տեսնում, ես ունեմ շատ ընդդիմադիր ընկերներ, շատ, որոնց շատ հարգում սիրում եմ, յուրաքանչյուր պարագայում դա պարոն Սարգսյանի Քոչարի կուսակցությունը լինի, դուք բաց եք, ես ձեր հետ աշխատեմ, երբևիցե չեմ պատրաստվում իմ ընկերներին վարկաբեկել։ Ես միշտ հրապարակավ ասել եմ եւ դա միշտ ասել եմ, դուք ընդդիմություն չեք։ Իմ մոտ շատ մեծ կասկած առաջացավ, պարոն Ղուշյան, մարդ, այս տեսակ մարդ, որ օրինակ յուրաքանչյուր հայ պետքա հպարտություն ապրեր, որ ունենք մենք այս տեսակ հայ, բայց չգիտես, միանշանակ իհարկե, բայց չգիտես ինչու, նախկին եւ ներկա, դե ներկա այս ճնճղուկները ինչ, նրանք տուզիկի նման չէ, սենց էլին տա խոսան գնան Ալիևի առաջ կզեն գան։ Вот и всё, դրանից ավել իրանք բան չունեն։ Ու երկիր հանձնեն, իրանց մեջ է Թուրքիա արյունն է։ Բայց ընդդիմություն, որ ընդդիմությունը ձայն չէր հանում։ Ես մինչև հիմա այդ հարցը իհարկե իմ ձևի մեջ ես տալիս եմ ինչից եք վախենում։ Ես հասկացա այո, որ պարոն Սարգսյանից եւ թե նախկին եւ թե ներկա ներկայիս ղեկավարություն, նախկին ղեկավարություն, հիմա ընդդիմություն վախենում են։ Ես հպարտանում եմ, որ վախենում եմ, որովհետև պարոն Սարգսյանը, եթե թույլ կտակ, հա, ասեմ, մեկատակ իմանալու եմ, պարոն Սարգսյան, 3 երկրներ հեղաշրջում է կատարել, այդ մասին YouTube-ներում կան, պարոն Սարգսյանին, տեսեք, նախկինները փոխանակ հպարտություն իրենք то есть հպարտ լինեն, ես էլի եմ նորից երկրորդ անգամ եմ կրկնում, որ մենք ունենք այս տեսակ հայ ու ոչ ոք չենք իմացել դրա մասին, այս մարդը
որպես Կենիայի փոխոստիկանապետ, գեներալ լեյտենանտ տոննաներով նարկոտիկներ է բացահայտել, բայց չգիտես ինչի նախկին եւ ներկա իշխանությունները այս մարդու վրա հետք են ուզում թողնել։ Ինքը նարկոբարոն է, ինքը տերորիստ է։ Հասկանում եք, սա է ընդդիմության կերպարը։ Գիտեք ինչու, որովհետեւ կարծես թե իրենք այս սեղանը որ ունեն, որ ունեցել են, հավերժ պետքա լինի իրենց։ Ես դա բազմաթիվ անգամ ասել եմ, ժողովուրդ։ Սեղանը թող իրանց լինի, աթոռը չմնա։ Գիտեք ոնց ախր այդ աթոռը իրանց պայելու համար, այդ հողը պիտի լինի, որ այդ աթոռը դնեն հողի վրա եւ նստեն։ Եվ ի վերջո, մեր հանրությունը պահանջում էր, չէ, ոչ նախկին, ոչ ներկա, պահանջում էին զինվորական։ Զինվորական մարդը Հայաստանում է եւ քաղ բանտարկյալ եւ ոչ մի լրատվամիջոց, իհարկե շատ շնորհակալ եմ իմ գործընկերներին վերջին ժամանակներում շատ մեծ անշահախնդիր պատժկաներ արեցին պարոն Սարգսյանին, հարգանքներս ընկերներ ջան, բայց դուք տեսել եք Քոչարյանի լրատվամիջոց։ Հարց. Քոչարյանի լրատվամիջոց խոսի պարոն Սարգսյանի մասին, լյովիկը պիտի գա իշխանության, ինչ եք ասում, ես կարծում եմ, և ես սա երկրորդ անգամն եմ ասում, այո, եկել է ժամանակը, որ այո, տվյալ մարդը Հայաստանում է, զինվորական, Հայաստանը չի թալանել, նաբարոտ, Հայաստան մեծ ներդրումները ուզում անել, ես նաև կխնդրեմ Արցախից իրեն հարցել տալ, ես չեմ ուզում ասել, որովհետև ես ինքս գիտեմ, ես կխնդրեմ Արցախի ծրագրերից պարոն Սարգսյանին հարցել տալ։ Լավ, ես չեմ մերժում իհարկե քո առաջարկը, պարոն Սարգսյան, դե Արցախի կորուստը շատ ծանր ենք տանում, իսկական հայը չի կարողան տարբեր լինել։ Մեր լավ բարեկամն ու ընկերը վերջերս Փակ TV-ում էր դերասան Լևոն Արությունյանը ասաց Արցախը դա խնդիր չէ, Արցախը դա հայրենիք է։ Այո, դա ես եմ ասում։ Ես գիտեմ, նա հետո ինձ ասաց, որ դա Արտակ Սարգսյանի խոսքերն են եւ ասաց այս առումով պիտի յուրաքանչյուր հայ լուրջ մտոր իրեն մտածելու տեղի տա։ Արցախի կորուստը ինչ էր ձեզ համար։ Տեսեք, որ ասեմ կանխատեսված չէր, ոչ, կանխատեսված էր, ասում եմ, պատերազմից առաջ եկել եմ, երբ որ ասել եմ լինելու է պատերազմ, իհարկե չեն լսել, մի հարցրեք որտեղից գիտեի, որ պատերազմը սկսվելու է, եւ երբ որ Արցախը հանձնվեց, մենք չենք պարտվել, ես պարտություն չեմ համարում, քանի որ Ադրբեջանը արդեն երկրորդ շաբաթը ինտենսիվությունը կորցրել էր եւ չէր կարողանում, պետք էր մի դավադիր ծրագիր, որպեսզի հանձնվեր։ Ադրբեջանը չէր դիմանում մեր տղաների թե դաշտային կռիվներին, իսկ եթե գնար քաղաքային մարտեր, ընդհանրապես նրանք փախնելու էին, այդքան հզոր ուժով, այդքան հզոր զինվածությամբ, միևնույն է նրանք փախնելու էին, չէին կարողանալու, տրվեց դե ինչ պետք է զգաս դավաճանության ժամանակ, դատարկություն մեջը այդ վատ զգացողություն, այո, զգացողությունը, որ ամեն դավաճանության ժամանակ զգում ես, բայց հույս, որը որ աշխարհի ամենաուժեղ զգացմունքն է, որ հույս, որ ոչ թե ասենք ուտոպիական ինչ-որ, որ հետ ազատագրվելու է եւ վերադարձվելու է մեր հայրենիքին։ Ես իհարկե շնորհակալ եմ, որ այսօր եկաք, սիրելի բարեկամներ, դե Մարիանան մեր վաղեմի բարեկամն է, ականջը կանչի իմ գլխավոր բժշկի, դեպ ասեմ, որ Մարիան Անատոլիևնան, դա իմ լավ բարեկամ Անատոլի ծերացել եմ, Անատոլի դուստրն է, ով միշտ իմ հիվանդությունները Մոսկվայում կազմակերպում է այդ բուժումները, ես իրեն շատ սիրում հարգում եմ այդ կնոջը։ Հիմա տեսեք, ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ Հայաստանում կա մի հեռուստաալիք Փակ TV անունով Փակ, բայց սա Փակ չի, սա փաստերի, անակնկալների, կարճիկների, հապավում է կարճ Փակ TV ալիք է,
որը միշտ բաց է ձեզ համար եւ ձեր նման մարդկանց։ Սիրով։ Ես շատ ուրախ եմ, որ այսօր եկար։ Քեզանից էլ շնորհակալ եմ, Արիանա, որ դու միշտ եղել եւ մնում ես մեր բարեկամը, ու մենք քեզ հետ որոշել ենք, որ համագործակցելու ենք, անգամ եթե իշխանությունները փորձեն փակել ամեն կերպով բերանը, կապ չունի։ Դու մեր լավ բարեկամն ես։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ ձեզանից, որ եկաք, պարոն Սարգսյան։ Փորձենք ավելի հաճախակի ձեզ հյուրընկալել, որովհետև դուք իսկապես լինելով բարձրաստիճան, այսպես անձնավորություն Քենիայում, փոխոստիկանապետ, գեներալ լեյտենանտ, ես չգիտեմ, թե ինչ հարգանք ու պատիվ ունեք այնտեղ, որոշել եք այնուամենայնիվ մնալ Հայաստանում, քանի որ գտնում եք, որ ձեր տեղը այսօր Հայաստանն է, ձեր հայրենիքը, որը օգնության կարիք ունի։ Այո, Հայաստանը այսօր շատ ծանր վիճակում է, եւ մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է ինչ-որ չափով օգտակար լինել այն երկրին, որը մեզ համար սրբություն է, բայց այն ինչ կատարվում է իհարկե անտանելի է։ Ես կարծում եմ, որ նման հանդիպումները մենք հաճախակի կազմակերպենք, իսկ ամենակարևորը այն նվիրվածությունը, որ դուք ունեք մեր երկրի հանդեպ, թող միշտ այդպես մնա։ Շնորհակալ եմ ձեզանից։ Ես եմ շնորհակալ, պարոն Ղուշյան, կուզենայի վերջնաբանում ասել մեր ժողովրդին խոհեմություն, որպեսզի չտարվի այս ձեթ մակարոն բաժանվելուն կամ արցախցիները չլսեն, թե իրենց շրջաններում տներ են տալու, արցախցիներին տուն տալով դա ադրբեջանական եւ այսօրվա իշխանական օրակարգն է կատարվում, արցախցիները պետք է վերադառնան բոլորը իրենց տները Արցախում, ով որ կասի, որ Արցախցուն այստեղ տուն է տալիս, դա ադրբեջանական օրակարգ է կատարելու, հասկանան, որ այդ ձեթ մակարոնով նրանք հայրենիք են ծախելու, հետ հենց են 30 արծաթնա, որ միշտ մարդկության դավաճանության գինն է եղել, այդ 30 արծաթին չխափնվեն եւ այս անգամ արդեն սրտերով շարժվեն, ոչ թե գրպաններով։ Սիրով շնորհակալ եմ ձեզ այնց բարոյական։ Արիաննա, ինչպես ընդունված է ասել դատարանում, ձեր վերջին խոսքը, ձեր եզրափակիչ խոսքը։ Վստահում եմ պարոն Սարգսյանին եւ վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու։ Գեցես։ Սիրելի բարեկամներ, դե դուք էլ համոզվեցիք, թե այսօր ինչպիսի հրաշալի հյուրեր ունենք։ Մնացեք լավատես եւ հավատացեք, որ Փակ TV-ն ամեն անգամ աշխատելու է ձեզ նման հաճելի անակնկալներ մատուցել։ Նորից հիշեցնում եմ այն վատաբանողներին, այն սրիկայական այսպես կոմենտ գրողներին, մի արեք, քանի որ դուք հասկացաք, մենք պարոն Սարգսյանի օգնությամբ կգտնենք ձեզանից յուրաքանչյուրին եւ մեր եթերից կասենք, թե ով եք դուք եւ ում եք ծառայում։ Այսօր այսքանը, ցտեսություն։